Բարև ձեզ, ես Սյունեն եմ, ճարտարապետ դիզայներ, եւ սա իմ հեղինակային ծրագիրն է՝ ինտերիեր դիզայնի արվեստը։ Ուզում եք գնել բնակարան նորակառույցում, չգիտեք ինչից սկսել։ Այսուհետ հետևեք այս ծրագրին եւ ես կօգնեմ ձեզ իմ բազմամյա փորձից ելնելով։ Թեման, որի մասին այսօր ուզում եմ խոսել, վերաբերվում է յուրաքանչյուրին, ով պատրաստվում է բնակարան ձեռք բերել։ Բնակարանի օգտակար մակերեսի ընտրությունը։ Նախորդ հաղորդմանը մենք քննարկել էինք, թե ինչպես կատարել բնակարանի ճիշտ ընտրությունը։ Կրկնվեմ նշելով, որ բնակարանի ընտրության կարևորագույն դրույթներից են տարածաշրջանի, բակի, հասարակական վայրերի, տրանսպորտային հանգույցների եւ այլ կետերի նախապես ուսումնասիրությունը։ Անհրաժեշտ մակերես։ Հիմա վերադառնանք բնակարանին անհրաժեշտ մակերեսի ընտրությանը։ Հարց է առաջանում. կա արդյոք մի բանաձև, որով կարելի է հասկանալ, թե որքան անհրաժեշտ մակերես է անհրաժեշտ ձեր ուզած բնակարանը ստանալու համար։ Բնակարանի նախագծման ժամանակ ճարտարապետները առաջնորդվում են ստանդարտներով։ Եվ ելնելով այդ ստանդարտներից ստացվում է միջին բնակարանի ընդհանուր միջինացված մակերեսը։ Հիմա խոսեմ միջինացված մակերեսի մասին։ Որպեսզի հասկանանք, թե բնակարանին ինչքան մակերես է անհրաժեշտ, պետք է այդ մակերեսը բաժանել ֆունկցիոնալ գոտիների, որոնք են այդ գոտիները՝ մուտք, հանգստի գոտի, հիգիենայի եւ թաց գոտիներ, աշխատանքային մակերեսներ, ննջարանային գոտիներ, պահեստային գոտիներ եւ պատշգամբներ։ Այս յուրաքանչյուր ֆունկցիոնալ գոտին բաղկացած է տարբեր մակերեսների գումարից։ Նախամուտք եւ միջանցք։ Բնակարանը սկսվում է նախամուտքից եւ միջանցքից, որոնք միավորում են ամբողջ բնակարանը։ Մի կարևոր նկատառում ունեմ եւ ուզում եմ, որ անպայման այն ֆիքսեք։ Բնակարանում կորած մակերեսների տոկոսային հարաբերությամբ մեծ մասի բեռը ընկնում է հենց միջանցքների եւ նախամուտքերի վրա։ Օրինակ, միակողմանի լուսավորություն ունեցող բնակարանները շատ դեպքերում ունենում են երկար աղիքային հատակագծային լուծումներ։ Նման բնակարանի տարբեր գոտիները իրար միացնելու համար անհրաժեշտ են երկար կամ բարդ միջանցքներ։ Մյուս տարբերակը դա լայն հատակագծային լուծումներ ունեցող բնակարաններն են։ Այդ դեպքում բնակարանի պարագծով եւ միջանցքի շուրջ հավաքվում են լուսավորություն պահանջող գոտիները։ Արդյունքում առաջանում են մեծ մակերեսի նախասրահներ, որոնք չունեն բնական լուսավորություն եւ ծանրաբեռնված են դռներով կամ բացվածքներով։ Եվ այսպես միջանցքի միջինացված մակերեսը կարող է տատանվել 8-ից 10 քառակուսի մետրի սահմաններում։ Հանգստի գոտին դա մի քանի մակերեսների գումար է։ Օրինակ, հյուրասենյակ, ճաշասենյակ եւ շատ դեպքերում նաեւ խոհանոց։ Այսօր շուկան մեզ առաջարկում է այնպիսի հատակագծային լուծումներ, որտեղ հիմնականում խոհանոցը ներառված է հյուրասենյակի մեջ, եւ այդ սենյակների լուսավորության եւ օդափոխության աղբյուրը ընդհանուր է։ Նմանատիպ հանգստի գոտիների մակերեսը կարող է լինել ոչ պակաս 28-ից 30 քառակուսի մետր։ Խոհանոցը որպես առանձին լուսավորություն ունեցող սենյակ դիտարկելու դեպքում կարող է տատանվել 10-ից 12 քառակուսի մետր։ Հիգիենայի եւ թաց գոտիներ։ Հիմա խոսենք սանհանգույցների մասին։ Սանհանգույցները բնակարանում կարող են լինել մի քանիսը։ Սանհանգույցի մակերեսը կախված է նախատեսվող կահավորումից։ Բազմաֆունկցիոնալ հիգիենայի սենյակները զուգարանակոնքի, լվացարանի, լոգարանի եւ ցնցուղարանի առկայության դեպքում կարող են լինել 7-ից 8 քառակուսի մետր։ Իսկ սովորական սանհանգույցները կարող են լինել 3-ից 4 քառակուսի մետրի սահմաններում։ Հիմա ուզում եմ խոսել ննջարանների մասին։ Միջին կամ փոքր բնակարաններում ննջարանները հիմնականում լինում են բազմաֆունկցիոնալ։ Օրինակ, եթե այն մանկական սենյակ է, այն նաև կարող է ծառայել որպես խաղասենյակ եւ աշխատասենյակ։ Ննջարանները լինեն նախատեսված մեծերի թե փոքրերի համար, նրանք պետք է ունենան անպայման բնական օդափոխություն եւ լուսավորություն։
Ննջարանի լայնությունը պետք է լինի 2.8 մետրից ոչ պակաս, որպեսզի կահավորման ժամանակ խնդիրներ չառաջանան։ Օրինակ, երկտեղանի մահճակալի երկարությունը 21 մետր է և կահույքից մինչև պատ ընկած հատվածը պետք է լինի այնքան, որպեսզի մարդը կարողանա անխոչնդոտ շարժվել։ Եվ այսպես, ննջարանի միջին մակերեսը 14 մետր քառակուսի է, բայց ցանկալի է, որ այն լինի ավելի մեծ։ Օժանդակ սենյակներ։ Ուզում եմ մի քանի խոսքով անդրադառնալ օժանդակ սենյակներին։ Որոնք են դրանք։ Հագուստի, լվացքի, պահեստի և այլ տարածքներ։ Այս տարածքները չեն պահանջում բնական լուսավորություն և այդ պատճառով կարող են տեղակայված լինել միջանցքներում և նախասրահներում։ Եվ այսպես, հաշվի առնելով վերոնշյալը, ստացվում է պահանջվող միջին բնակարանի ընդհանուր միջինացված մակերեսը։ Եղեք տեղեկացված, ապրեք գեղեցիկ և հարմարավետ միջավայրում։ Կհանդիպենք հաջորդ ծրագրում։